Վրաստանը պատրաստվում է հյուրընկալել մանկական Եվրատեսիլ 2025 երգի մրցույթը։ Եվրատեսիլի ամենահեղինակավոր մանկական մրցույթի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 13-ին, որին կմասնակցեն 18 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Ռանինա երգի հաղթող Անիտա Աբգարյանը։ Վրաստանի մշակույթի նախարարը, Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենը մամուլի ասուլիս են հրավիրել Եվրատեսիլի վերաբերյալ։ Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրենը Թինաթին Բերձենիշվիլին ասում է, որ եվրոպական ամենամեծ փառատոնի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը գնահատում է Գերմանիայի դեսպանի գործողությունները։ Առաջին ալիք օրվա թեմա հաղորդման ժամանակ Մակա Բոչորիշվիլին ասել է, որ դեսպանի պարտականությունն է դրականորեն փոխել եւ խորացնել երկրների միջև հարաբերությունները, սակայն Գերմանիայի դեսպանի դեպքում դա այդպես չէ։ Արտաքին գործերի նախարարի խոսքով Պիտեր Ֆիշերի հետ հանդիպումը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում, սակայն նա հույս չունի, որ Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ կողմից կլինի դրական փոփոխություն։ Եվրախորհրդարանի падգամավորները զեկույց ընդունեցին 35 կողմ ձայնով, 4 դեմ, 8 ձեռնպահ մնաց։ Զեկույցը նպատակ ունի լուծելու օտարերկրյա լոբբինգի աճող բնույթը եւ ժողովրդավարական գործընթացներին հնարավոր օտարերկրյա միջամտությունը։ Կանոնները վերաբերում են Եվրամիության քաղաքականությանը, օրենսդրությանը կամ որոշումների կայացմանը ազդելուն ուղղված գործունեությանը։ Եվրամիության թափանցիկության մասին նոր օրինագիծը քննադատության է ենթարկվել Եվրամիությունում։ Ընդդիմությունը գնահատում է վարչապետի պարզաբանումները Իգլ Հիլսի նախագծի վերաբերյալ եւ հայտարարում, որ կառավարությունը հաշվի չի առնում ազգային շահերը։ Նրանք Իրակլի Կոբախիձեի ելույթը խորհրդարանում անվանում են անարդյունք։ Վարչապետը պատասխանել է օրենսդիր մարմնում երկու հարցի, մեկը վերաբերում է վերջին ժամանակների ամենաազդեցիկ ներդրումային նախագծին արաբական ներդրումներին, որի վերաբերյալ ընդդիմությունը կասկածներ ունի, քանի որ Իգլ Հիլսի հետ կնքված համաձայնագիրը հրապարակային չի դարձել։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցել հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կալանավորված 13 անձի նախնական դատական նիստը։ Քննարկվել է ապացույցների ընդունելության հարցը, բացի այդ անդրադարձել են նաև կալանավորվածների նկատմամբ կիրառված խափանման միջոցի կիրառմանը։ Մեղադրյալների կարծիքով կալանավորվածների նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը պետք է ուժի մեջ մնա, քանի որ դա ռիսկ է ներկայացնում իրենից, որպեսզի նրանք չշարունակեն իրենց հանցագործությունները։ Նոր ենթակառուցվածքային նախագծեր, ծառայություններ եւ ամանորյա միջոցառումներ։ Այսօր տեղի է ունեցել Մայրաքաղաքի կառավարության նիստ, որտեղ քննարկվել է մի շարք կարևոր հարցեր։ Կախա Կալաձեի խոսքով ենթակառուցվածքները վերանորոգվելի աշխատանքները կսկսվեն Սաակաձեի հրապարակից մինչև Վախուշտի կամուրջ կհասնեն։ Բացի այդ, մոտ ապագայում կավարտվի ամանորյա լուսավորության տեղադրումը։ Խորհրդարանի մոտակայքում հացադուլավորներից մի քանիսը որոշել են դադարեցնել հացադուլը բողոքի ակցիայի 31-րդ օրը։ Կեդևան Փոփխաձեի խոսքով բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների այս որոշումը կապված է նրանց առողջական վիճակի վատթարացման հետ եւ բժշկական անձնակազմը նրանց համապատասխան առաջարկություն է արել։ Այս պահին խորհրդարանի առջև հացադուլը շարունակում է 6 մարտ։ Նրանց խոսքով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները անփոփոխ են։ Այսօր ժամը 20:50-ին Վրաստանի բասկետբոլի հավաքականը սկսում է աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Առաջին խաղը կկայանա Թբիլիսիում ընդդեմ Ուկրաինայի։ Ուղիղ հեռարձակումը կառաջարկի Վրաստանի առաջին ալիքը եւ Վրաստանի առաջին ալիք սպորտը։ Թբիլիսիում տեղի ունեցավ երիտասարդություն եւ առողջ կյանք թեմատիկ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեցին Թբիլիսիի պետական համալսարանի վրացի ուսանողներ, ինչպես նաեւ 1+4 ծրագրի հայ, ադրբեջանցի եւ էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին ալկոհոլիզմի եւ թմրամոլության, ինչպես նաեւ խաղամոլության խնդիրները եւ նրանց կանխարգելման ուղիները։
Նոր սերունդ առաջընթացի համար կազմակերպությունը իրականացնում է վերացի ուսանողների միջէթնիկական հարաբերությունների և քաղաքացիական ինտեգրման խթանում նախագիծը, որը ֆինանսավորվում է երիտասարդական գործակալության կողմից։ Նախագծի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների քաղաքացիական ինտեգրման, իրազեկության և կրթական մակարդակը։ Մեր այսօրվա հանդիպումը կոչվում է «Երիտասարդություն և առողջ կյանք»։ Բացի այդ, այսօր մենք կխոսենք այնպիսի մարտահրավերների և սոցիալական կռիչների մասին, ինչպիսիքն են ալկոհոլիզմը և թմրամոլությունը, խաղամոլությունը, որոնք մենք այսօր բավականին հաճախ ենք բախվում և որոնք բավականին լուրջ խնդիրներ են։ Նոր սերունդ ծրագիրը մեզ համար շատ կարևոր է և նաև անհրաժեշտ, քանի որ չկան նման ծրագրեր, և սա մեզ համար շատ լավ հնարավորություն է ավելի հեշտ ինտեգրվելու հասարակությանը։ Մեր ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, ինչպես նաև նոր ընկերներ ձեռք բերելու համար։ Երիտասարդական գործակալության երիտասարդական կազմակերպությունների հզորացման դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ֆինանսավորվող նոր սերունդ առաջընթացի համար կազմակերպությունն իրականացնում է շատ հետաքրքիր և լայնածավալ նախագիծ էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների մասնակցությամբ։ Նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան ակտիվորեն ներգրավել մասնակցային գործընթացներում, ինչպես նաև զբաղվել տարբեր կրթական և ճանաչողական գործունեությամբ։